Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբաջանյան։ Բարև ձեզ։ Պարոն Բաբաջանյան, եկեք հարցազրույցը սկսենք վարչապետի ՄԱԿ-ում ունեցած ելույթից, որովհետեւ այս ելույթը ամեն կերպ մեկնաբանվեց, ընդդիմությունը օրինակ այսօր որակում էր դա որպես էլի պարտվողական հայտարարություն, պարտվողական ելույթ, որտեղ վարչապետը հարցեր էր տալիս, չստանալով պատասխաններ, այնինչ լրիվ հակառակի մասին էր այդ ելույթը։ Ես կուզենամ լսել ձեր դիտարկումները, ինչ ուշագրավ հատվածներ եք դուք առանձնացրել եւ ինչի մասին էր, ինչ ուղերձ էր դա ընդհանուր առմամբ։ Ճիշտ չեմ լինի, եթե ասեմ, որ ինչ որ հատվածներ եմ առանձնացրել, ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Հայաստանին հաջողվեց Ալիևի կողմից լարած ծուղակից դուրս գալ եւ որևէ կերպ այդ ծուղակում չհայտնվել։ Մեծ հաշվով ինչ էր անում Ալիևը իր ելույթում, փորձում էր մեզ ներքաշել մի գործընթացի մեջ, մի ծուղակ, որտեղ օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնությունների համար ըստ էության նպաստավոր ելքեր կարող էին եւ այլևս չլինել։ Ինձ համար մի քանի բացատրություն կա, թե ինչու է Ալիևը սկսել հենց այս դիրքավորումը վերցրել, բայց ես կարծում եմ, որ Հայաստանը իր նվիրվածության հաշվին օգոստոսի 8-ի համաձայնություններին կկարողանա գործընթացը առանց կորուստների եւ առանց ցնցումների առաջ տանել։ Իսկ դա մեր առաջնային խնդիրն է։ Ես ավելին կարող եմ ասել, որ թե Ալիևին եւ թե Էրդողանին, իսկ Էրդողանին արդեն հրապարակային մենք տեսանք Թրամփ-Էրդողան հանդիպման արդյունքներով մեզ առնչվող օրակարգային հարցեր են տրվել եւ եթե ուշադիր եք եղել Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում բավական լուրջ սառնություն կա եւ Նյու Յորքում ոչ Ֆիդանի հետ հանդիպում ա եղել Բայրամովի, ոչ Ալիև-Էրդողան հանդիպում ա եղել եւ այդ դրանք լուրջ մտածելու տեղիք պիտի տան։ Ալիևի ելույթից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հստակ պարզաբանում ա պահանջել Ադրբեջանից հասկանալու թե ինչու է փորձ արվում ձեռք բերված պայմանավորվածությունները այս ընթացքով տանել, որովհետև Հայաստանը նաև ամերիկացի մեր գործընկերների առաջ խնդիր ա դրել, որ այս ռետորաբանությունը եւ այս տեքստերը եւ այս խոսույթը չի օգնում, որ մենք կարողանանք նաև մեր երկրի ներսում համերաշխություն ապահովենք օգոստոսի 8-ի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Եվ ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթը եւ ՄԱԿ-ում նախորդին ունեցած ելույթը կարծում եմ միայն օգնում է, որպեսզի մենք ավելի հավատարիմ մնանք ձեռք բերված պայմանավորվածություններին, ոչ թե որովհետեւ մյուս կողմը Ադրբեջանն է, այլ որտեղ միջնորդը Միացյալ Նահանգներն է եւ մենք Միացյալ Նահանգների միջնորդությունը շատ կարեւորում ենք եւ ըստ էության այդ միջնորդությունը համարում ենք շատ կարեւոր եւ կարծում եմ, որ ամերիկացի գործընկերներն էլ նույն տրամաբանությամբ մեզ պիտի պատասխանեն Ադրբեջանից հաշիվ պահանջելով, թե այս ինչա տեղի ունենում։ Բայց ամեն դեպքում, պարոն Բաբաջանյան, ինչ խնդիր է լուծում Ադրբեջանը իր այս դիրքավորմամբ, վարչապետն էլ դրան անդրադարձավ ըստ էության իր ելույթում, որ ի հեճուկ ստորագրված փաստաթղթերի Ադրբեջանի նախագահը էլի խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ինչ որ Հայաստանին կապիտուլացնելու մասին, այսինքն սա խաղաղության գնացող առաջնորդի խոսույթ է եւ նաեւ դուք էլ ձեր խոսքում կարևոր շեշտադրում արեցիք Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում այս չասեմ լարվածությունը, բայց որոշակի անհասկացվածությունը ինչ կարող է դա նշանակել եւ Էրդողանի անդրադարձը հայ-ադրբեջանական համաձայնություններին շատ չափված էր, շատ գնահատելի էր այդ իմաստով եւ կարծում եմ, որ մենք Թուրքիայի հետ շատ լավ երկխոսություն ունենք
եւ Թուրքիան կարևոր դերակատարություն պիտի ունենա նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ ես կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը նախ եւ առաջ մենք պետք է հասցնենք օրինակ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մակարդակին։ Օրինակ չունենալով երկուսի հետ էլ դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանը Թուրքիայի հետ շատ ավելի առաջ գնացած հարաբերություններ ունի եւ շատ ավելի կարծես մեզ հաջողվում է ընդհանուր լեզու գտնել, հասկացողություն գտնել, քան Ադրբեջանի հետ։ Եվ մեր խնդիրը պիտի լինի այս երկու հարևաններին գոնե նույն հավասար հարաբերությունների որակ ապահովել անկախ նրանից դիվանագիտական հարաբերությունները ինչ ինտենսիվությամբ եւ ինչ խորությամբ կհաստատվեն։ Գալով բուն նպատակին կարծում եմ, որ Ալիևին շատ օգնում են մեր ներքին պետության հակառակորդները եւ զգալով, որ նրանց համար ուրեմն Ալիևի խոսքը տիրաժավորող շրջանակների պակաս չունենք ներսում։ Եվ մեր ներքաղաքական կյանքը ցնցումների ենթարկելու համար ստեյության անսպառ ուրեմն սնունդ է ապահովում Ալիևը։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ Հայաստանում առաջիկա գործընթացներում Ադրբեջանը նաև որոշակի մասնաբաժին է ուզում ունենալ։ Դա խորհրդարանական ընտրություններն են։ Ըստ էության իմ տպավորությունն է, որ Ալիևի նպատակն է ինչ որ իմաստով ազդել այդ process-ների վրա ներքին ուժերի օգնությամբ։ Իսկ ներքին ուժերը օգնում են Ալիևին։ Ես կարծում եմ, որ ոչ միայն օգնում են, այլև ամեն օր ուղերձ են հղում, որ մեզ նյութ տուր, որպեսզի մենք կարողանանք քեզ ծառայել։ Եվ անսպառ, այսպես անհագ ցանկությամբ նրանք ուրեմն երևի ադրբեջանական լրատվամիջոցները այդքան չեն ցիտում ու չեն տիրաժավորում Ալիևին, որքան Հայաստանի շատ որոշակի մեդիա եւ քաղաքական շրջանակներ։ Ոչ միայն մեդիան, նաեւ ազգային ժողովի ամբիոնն են դրա համար ծառայեցնում։ Ինձ թվում է, որ Ալիևի համար գլխավոր խնդիրը մնում է Հայաստանի ժողովրդավարությունը։ Եվ այս հարվածներով մեծ հավանականություն կա, որ Հայաստանի գլխավոր հաղթաթուղթն է փորձարվում ձեռքից վերցնել մեր երկրի, մեզ ըստ էության թույլ չտալով, որպեսզի մենք արդար ազատ ընտրություններով կարողանանք վերահաստատել մեր ժողովրդավարական համարումը համաշխարհային, որը մեր ամենակարևոր հաղթաթուղթն է, մեր ամենակարևոր ձեռքբերումն է։ Եվ այն առավելությունը, որ մենք ունենք Ադրբեջանի նկատմամբ միջազգային գետնի վրա, այդ առավելությունն է փորձանում մեր ձեռքից վերցնել Ադրբեջանը, նաև այս հայտարարություններով, խրախուսելով եւ օրակարգ անընդհատ մատակարարելով այդ պետության թշնամիների շրջանակին, որտեղ Ալիևը եթե չխոսի ինչ են անելու, օրինակ, ձեր նշած շրջանակները։ Մի հատ պատկերացրեք, որ Ալիևը, օրինակ, մնացել է օգոստոսի 8-ի տրամաբանության մեջ եւ ՄԱԿ-ի ամբիոնից օգոստոսի 8-ի ընդհանուր այդ տրամադրությանը հատուկ ելույթ է ունենում։ Բա ինչ անեն այս շրջանակները։ Ինչով ապրեն։ Ալիևը իրենց անընդհատ մատակարարում է համապատասխան նյութերով եւ առիթներով, որպեսզի իրենք ուրեմն իրենց օրակարգը հանկարծ որևէ նյութից պակաս չունենա։ Եվ այդ իմաստով կարծում եմ, որ նաեւ հույսը նա է, որ ամեն ինչ անել, որպեսզի ժողովրդավարական ուժերի հաղթանակի հավանականությունը պակասի եւ գործող իշխանությանը մղի ընտրություն կեղծելու։ Այդ դա կլինի Հայաստանի վերջը։ Այդ դա է ուզում վերցնի Հայաստանից Ալիևը, նաեւ իր հետևողական այս քայլերով, հայտարարություններով ամեն ինչ անելով, որպեսզի ինչ որ կերպ ինքն էլ մասնակցի մեր ներքաղաքական գործընթացներին։ Անուղղակի ըստ էության նյութ տրամադրելով այն շրջանակներին, ովքեր անսպառ պատրաստ են ուրեմն տիրաժավորել եւ ցիտել Ալիևին։ Երկրորդ նպատակը կարծում եմ իր ներքին նաև սպառողներն են, որովհետև 25 տարի, 30 տարի թույնի ու ատելության մեջ են ապրել այդ մարդիկ եւ մեկ էլ որոշել են, որ պիտի խաղաղ ապրեն մեզ հետ։ Այդ մարդիկ մանկապարտեզից, մսուրից այդ մտայնության եւ այդ կրթության կրողներն են, որ մենք իրենց ողերին
ախոյաններն ու թշնամիներն ենք եւ իրենց ամբողջ կյանքը կազմակերպում են, իրենց ամբողջ նպատակը մեզ ջախջախելն ու ոչնչացնելն է։ Հիմա բոլորովին այլ իրականություն է, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր է նախաստորագրվել եւ մենք տեսնում ենք, որ մեդիայում չկա այն հին նախա օգոստոս 8-յան հռետորաբանությունը եւ դա ինչ որ պահի կարող է սպառնալ Ալիևի իշխանությանը, որովհետեւ ի վերջո շատ լուրջ նարատիվներ են փոխվում, շատ լուրջ գործընթացներ են, որոնք պիտի ինչ որ կերպ նաև կառավարելի մակարդակում պահելու համար, կարծում եմ, այս տեսակ ելույթներ, Զանգեզուրի միջանցք, կապիտուլյացիա, այն բոլոր սխալները, որ մենք ենք գործել 94 թվականից, իրենք հիմա հետևողականորեն գործում են եւ լավ է որ գործում են, դրանից մենք միայն պիտի ավելի խոհեմ, ավելի իմաստուն գտնվենք, որպեսզի նույն ջուրը չմտնենք եւ ավելի հասուն ուրեմն որոշումների հանգենք։ Ինչ պիտի անենք, որպեսզի դիմագրավենք այս իրավիճակին։ Կարծում եմ դրա համար մեզ ավելի շատ ուրեմն կամք, վճռականություն է պակասում, որպեսզի մենք կարողանանք օրինակ մոլդովական кейսը հիմա ձեզ հիշեմ 2021 թվականից Սանդունի եկել է իշխանության իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում տասնյակ լրատվամիջոցներ են ուղղակի փակվել համապատասխան օրենսդրական կարգավորումներ են եկել անհասցե fake news-եր տարածող լրատվամիջոցները ուղղակի ժողովրդավարության պաշտպանության ուղղված քաղաքականության համատեքստում դրանք ուղղակի դուրս են դրվել։ Այստեղ էլ պիտի նույնը արվի։ Դե կարծում եմ, որ իմ նախորդ գումարման խորհրդարանի ամբողջ աշխատանքը դրան անամիված եղել եւ ես տեսել եմ, որ ընդհանուր առմամբ հենց ժողովրդավարության նաեւ հավատարմության բացատրությամբ գործող իշխանությունները չեն գնացել ավելի կոշտ միջոցների եւ ես ասեմ, որ ժողովրդավարությունը այդ նույն շրջանակները թուլության հետ են շփոթում։ Մինչդեռ ժողովրդավարության պաշտպանությունը շատ կոշտ միջոցների կարիք ունի եւ ես կարծում եմ, որ մեզ բոլորիս այդ միջոցներին դիմելու անհրաժեշտություն կա։ Եվ ասեմ, որ եթե Մոլդովայից ենք խոսում, Մոլդովան ուղղակի ցույց տվեց, որ այո, Ռուսաստանը կարող է անսահման միջոցներ ներդնել քրեական, օլիգարխիկ ամբողջ այո իր կարողությունները կարող է ներդնել եւ գուցե կհասներ հաջողության, եթե բավարար կամք եւ վճռականություն հանդես չբերեր գործող նախագահը եւ նրա քաղաքական ուժը, որոնք ժողովրդին հետևողականորեն ոչ միայն խոսքով էին ասում, որ մենք ժողովրդավարությունը պաշտպանելու ենք ամեն գնով, ոչ թե մուրճ էին ճոճում, այլ ուղղակի գործողություններ էին ձեռնարկում եւ հնարավորինս սահմանափակում էին ռուսական ազդեցության տակ գտնվող քաղաքական ուժերի ուրեմն հնարավոր ներթափանցումը պետական համակարգ եւ հնարավոր մասնակցությունը ընտրական գործընթացներին, ընդհանուր միջև ընտրությունների նախորդին կուսակցության մասնակցություններ արգելվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից եւ սահմանադրական դատարանը վերահաստատում էր այդ որոշումը։ Այսպիսի որոշումներ պիտի լինեն։ Հիմա մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին կարևորագույն որոշում է արձակել Հայաստանի վերաբերյալ։ Ըստ էության Հայաստանի Հանրապետությանը մեղավոր է ճանաչել մարդու կյանքի իրավունքը չապահովելու համար։ Եվ 2008 թվականի գործող իշխանության կոնկրետ անձանց եւ քաղաքական պատասխանատուների անուններ են վկայաբերվել։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ամբողջ դատական կոալիցիոն քաղաքական ուժերի ՕԵԿ, Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Դաշնակցություն։ Այս ամբողջ շրջանակը գնդակահարել է խաղաղ ցուցարարներին, որպեսզի սահմանադրական կարգը կարողանան տապալել եւ պետությունը զավթեն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի աշխատանք է կատարել, որը պիտի աներ մեր պետությունը 17 տարվա ընթացքում, որը ի վիճակի չի արել։ 10 տարին հասկացանք, բայց 7 տարին ինչի մենք չենք կարողացել անել։ Լավ չենք արել, հիմա օրինակ ինչ հետևություն ենք արել այդ
վճռից։ Անմիջապես Մոլդովայի кейսում գիտեք ինչ կլներ։ Այս շրջանակները, որոնք պիտի հրճակվեն ժողովրդավարության թշնամիներ, ընդհանրապես ընտրական process-ներից դուրս դրվեն։ Նրանց մասնակցությունը այլևս այս քաղաքական ուժերի եւ նրանց հետ ասոցացվող բոլոր անհատները պիտի ուղղակի չմասնակցեն այլևս քաղաքական գործընթացներին, ինչպես օրինակ լեհերը ժամանակին արեցին կոմունիստական հակաժողովրդավարական ուժերին, ինչպես Մերձբալթյան հանրապետությունները արեցին, ինչպես չեխերը արեցին, ինչպես հիմա օրինակ գերմանացիները պայքարում են նրանց դեմ, ովքեր հեղաշրջման փորձ էին արել 2022 թվականին եւ ուղղակի սահմանադրական դատարանով արգելեցին այդ քաղաքական շրջանակների մասնակցությունը։ Հիմա ինչ որ սրբազան պայքարի, ինչ որ մասնակիցների հերքելի ապացույցներ են դրված, որ այս մարդիկ հեղաշրջման փորձ են արել, ինչ որ մարդիկ, ինչ որ շրջանակներ, ասենք կամահրանքով եւ ուրեմն ծաղրանքով են խոսում մեղադրանքին եւ առաջադրված հոդվածներին։ Այս վերաբերմունքով մենք ուղղակի ավելի ու ավելի թույլատրում ենք պետական մեր ինստիտուտները եւ դրա արդյունքում դատական իշխանության նկատմամբ անվստահության այնպիսի աստիճանա, որ մարդիկ արդարություն հաստատելու հաշվեհարդարներ են ձեռնարկում։ Որովհետև եթե փետրվարի 5-ին տեղի ունեցել մի սպանություն, որի ավարտը անպայման պիտի ինչ-որ կերպ, եթե դատական կարգով ի վիճակի չի լինում մարդը արդարության հասնել, գնում է այս միջոցների, գնում հաշվեհարդար է տեսնում եւ իր պատկերացրած արդարությունն է հաստատում։ Երբ է դա տեղի ունենում, երբ որ դատական համակարգ որպես այդպեսին գոյություն չունի այլևս, որտեղ մարդը չի հավատում, որ դատարանով կարող է արդարություն հաստատել։ Հիմա սրանից պիտի քաղաքական մեծամասնությունը օրինակ հետևություններ անի, օրինակ ինչ է խանգարում, որ մենք կարողանանք օրինակ անհրաժեշտ վեթինգի ենթարկենք վերջապես այդ դատական համակարգը եւ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ թաթախված են կոռուպցիայի եւ հանցավոր կապերի մեջ, այդ դատական համակարգից դուրս շպրտենք։ Մենք այս դատական համակարգով ոնց ենք պատրաստվում 2026 թվականի ընտրություններին, երբ որ այդ ընտրությունների արդյունքները այս կամ այն կերպ պիտի վիճարկվեն դատական ատյաններում։ Այս դատական համակարգը ամենամեծ թշնամին է մեր երկրի եւ մեր ժողովրդի եւ այն սպասումների եւ այն ակնկալիքների, որոնք ի վերջո 2018 թվականի հեղափոխության հիմքում են դրված։ Սահմանադրական փոփոխությունները նաև դրան չեն միտված, պարոն Բաբաջյան, որ դա իրավական համակարգը կարող համոզել, որ գործող սահմանադրությունը մեզ արգելք է որևէ կերպ հանդիսանում, որ մենք այսօր դատական համակարգում վեթինգ իրականացնենք։ Ես падգամավոր եմ եղել եւ այդ քննարկումների, փակ քննարկումների մասնակից եմ եղել, երբ որ ձեր նախարարը, գործող իշխանության նախարարը ինձ պնդում էր, որ գործող սահմանադրությունը խոչընդոտներ ունի վեթինգի իրականացման համար, խոչընդոտներ է ստեղծել։ Ես էլ ասում, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջանգիրյանը, Դավիթ Խաչատուրյանը հակառակն էին պնդում որպես մասնագետներ եւ ասում էին, որ գործող սահմանադրությունը ոչ մի այդպիսի խոչընդոտ չի ստեղծել։ Այսինքն այդ լեգալիստական քննարկումներին եմ ներկա գտնվել, որտեղ ընդամենը վերջին քաղաքական խոսքը պիտի լիներ, մեկը պիտի խփեր սեղանին ու ասեր մենք գնում ենք այս ճանապարհով, մենք գնում ենք ժողովրդավարությունը ամրապնդելու ճանապարհով եւ այդ ճանապարհին դատական իշխանությունը կարգի բերելու խնդիրը ամենավճռականն է։ Ոչ թե այսպես կիսակ հայլերով, աչքաչափով, հայտարարություններով, որ մարդիկ տեսնեն, որ իրապես խնդիր է լուծվում։ Մինչդեռ ես ասեմ, որ մարտի 1-ին ուղիղ դերակատարություն ունեցած դատավորները ոչ միայն մնացել են դատական իշխանության մեջ, այլև առաջխաղացում են ունեցել եւ դատարանի նախագահ են դարձել։ Էլ չեմ ասում դատախազության, էլ չեմ ասում քննչական մարմիններում, որոնք ուղղակի այդ հանցագործությունը պարտակելու մեջ ուղիղ մասնակցություն են ունեցել, հետո դարձել են քրեակատարողական ծառայության ղեկավար։ Ինչ որ անհասկանալի միջնորդությունների արդյունքում։ Եթե մենք այս կարևորագույն հարցերում չունենք վճռականություն, կամք իրապես առաջ տանելու այս ներքին օրակարգերով մեր ներքին առողջական պետության առողջության վիճակը կարգի բերելու, մեզ ոչ երրորդ հանրապետությունն է փրկելու, ոչ չորրորդ հանրապետության հռչակումը, որտեվ այդ կամքը, այդ գիտակցությունը, այդ ռազմավարական պլանավորելու, ռազմավարական պլանավորման այդ ձիրքը եւ վճռականությունը ունենալու համար այդ հանրապետության համարները մեզ չեն օգնի։
մեզ պետք է հստակ ուղենիշ, մեզ պետք է հստակ ճանապարհ, որ մենք գնալու ենք այստեղ եւ հստակ պիտի նաեւ մեր առաջ սահմանենք ժամկետներ, կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, որ մենք պիտի վերջապես մեր ներքին ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մեր օրենսդիր, դատական եւ գործադիր իշխանության այդ աշխատանքի համար նպաստավոր պայմաններ պիտի ստեղծենք։ Մենք հիմա կուսակցության մեր առաջնորդներով այցելում ենք մարզային բնակավայրեր, գյուղական եւ քաղաքային ուրեմն բնակավայրեր ու սոսկալի է այն խզումը, որ կա կենտրոնի եւ այդ բնակավայրերի միջև։ Մեր քթիտակ Չարենցավանն ու Հրազդանը Երևանի հետ այնքան կտրված են, այնքան կապ չունեն, որ սա ուղղակի ինձ համար անթույլատրելի է։ Մենք խոսում ենք բարձրագույն տարածքային համաչափ զարգացման մասին։ Այս ուղղությամբ ահռելի աշխատանք կանելու եւ պիտի հասկանանք ընդհանրապես Երևանը բեռնաթափելու ուղղությամբ գոնե այն մոտ քաղաքների հետ կապված ինչ որոշումներ կարող ենք կայացնել։ Օրինակ, ինչու չենք կարող պետական կարևոր ինստիտուտներ, Սահմանադրական դատարանի կամ Վճռաբեկ դատարանի կամ Ներքին գործերի նախարարության ինչ որ առանձին օղակներ, ինչի չենք կարող տեղափոխել Չարենցավան կամ Հրազդան։ Բայց սա այլ խոսակցության նյութ է։ Դատաիրավական համակարգից կուզենամ խոսենք, պարոն Բաբաջանյան, քանի որ խոսեցիք այս մասին։ Տեսեք, ընդդիմությունն էլ է հաճախ բողոքում դատաիրավական համակարգից, օրինակ Աջապահյանի վերդիկտից հետո հայտարարեց Մայրաթորը անգամ նման հայտարարություն արեց, որ դատաիրավական համակարգը ուղիղ ենթարկվում է օրվա իշխանություններին եւ վերդիկտը Աջապահյանի ըստ էության դրա մասին է վկայում։ Մոսկվա այցելության ժամանակ վարչապետի դուք տեսաք մի խումբ հոգեվորականներ այնտեղ դեսպանատան դիմանաց անգամ բողոքի ակցիա էին նախաձեռնել, ինչը հաճախ չես տեսնի Ռուսաստանում առհասարակ։ Եվ պարոն Բաբաջանյան, մի կողմից նույն Գյումրու քաղաքապետը դժգոհում է դատաիրավական համակարգից, ասում է, որ ընդդիմադիր համայնքապետերը այսօր շատ ճնշված են, իրենք սպառնում է իրենց դատաիրավական համակարգը, մյուս կողմից հայտարարում է, որ դատական եւ դատաիրավական համակարգը, եթե իր տեղում լիներ, ընդհանրապես Վարդանիկը մտքի ծայրով չեր անցկացնի ընդհանրապես քաղաքական գործընթացներում որևէ մասնակցություն ունենալ։ Իսկ հայտարարությունը իմ քննադատությունը մեծապես հենց մեղմ լինելու վերաբերյալ է։ Իրենք առասարակ ուզում են որպեսի դատական իշխանությունում այն նույն բարքերը հետ բերեն, ինչ որ եղել է իրենց ժամանակ։ Իրենց մոտ ինչ է եղել։ Ինձ օրինակ դատած դատավորը խանութում մի անգամ ներողություն էր խնդրում ինձնից, ինձ 3.5 տարի ազատազրկելու համար։ Եվ անուններ էր տալիս, թե ով է իրեն հրահանգել, որ այդ դատը ինքը հենց այդքան ինձ ազատազրկի։ Եվ զարմանալին գիտեք որն էր, որ այդ իրեն հրահանգողը այսօր ընդդիմության պատգամավորը, իսկ ով որ նրան էր հրահանգել, ընդդիմության առաջնորդն է։ Այսինքն բոլորը գործի մեջ են, բոլորը դերակատարներ են։ Այ եթե մենք ունենայինք դատաիրավական համակարգ, այս մարդիկ ոչ թե ազգային ժողովում կնստեին եւ ազգային ազատության հրապարակից ելույթներ կունենային, այլ ազատություն կաղերսեին մեզ գիշեր ու զոր։ Այս սա կլիներ իրական պատասխանը այդ մարդկանց, որ չլպտային, որտեղ իրանց խնդիրը, իրանց ցանկալի դատաիրավական համակարգ ունենալն է, իրենց ցանկալի դատախազություն ունենալն է, որտեղ մեղադրանքը զանգով Արմեն Գևորգյանը հրահանգ ստացած Ռոբերտ Քոչարյանից ասում էր ում ինչքան պետքա տան, որովհետև այդպես էր որոշված։ Այդ էր քաղաքական ընդհանուր բովանդակությունը։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ այդ իմաստով մենք բարեվարկության հետ դատական իշխանության մեջ, դատախազական իշխանության մեջ բարեվարկության հետ լրջագույն խնդիր ունենք եւ այդ չի ստուգվում առասարակ եւ եթե նույնիսկ ստուգվում է, դրանից հետեւություններ չեն արվում եւ դատավորները կարողանում են պահպանել իրենց պաշտոնները, ել չեմ ասում, որ ինչ որ կարգապահական վարույթներով դուրս դրված որոշ դատավորներ էլ որոշել են
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկել այդ որոշումները բարձրագույն դատական խորհրդի եւ վերականգնվել։ Ու այնքան թույլ են օրինակ բարձրագույն դատական խորհրդի որոշումները այդ կարգապահական վարույթներով մարդկանց դատական համակարգից դուրս դնելու, որ չի բացառվում, որ նրանք վերականգնվեն եւ դրանով ցույց տան, որ օրինակ ԲԴԽ-ի որոշումները եղել են շատ կամայական եւ ոչ օբյեկտիվ։ Դա չի վեթինգը։ Վեթինգը համակողմանի մարդուն ուրեմն ուսումնասիրելու, մարդու կապերը ուսումնասիրելու մասին է։ Ես դատավոր գիտեմ, որը քրեական ենթամշակույթ կրող է եւ ինքը ամեն օր կապեր ունի քրեական հեղինակությունների հետ։ Եվ ինքը չի էլ թաքցնում, եւ ինքը ամենացանկալի եւ ամենակարևոր ուրեմն դատավորներից է եւ դատավորների միությունը հատուկ հայտարարություններ անում այդ դատավորի համար։ Մենք ընդհանրապես նաև քրեական այսպես ենթամշակույթի վերաբերյալ օրենք ընդունեցինք նախորդ գումարման ազգային ժողովում, որի գլխավոր հեղինակներից մեկն եմ եւ ջատագովներից մեկն եմ, եւ հիմա մեր իրականության մեջ գողերն ու գողական աշխարհի ներկայացուցիչները վխտում են։ Հիմա էլ արդեն նոր տենդենսիա, բանը հասել է նրան, որ նրանք արդեն սողոսկել են քաղաքականություն։ Եվ եթե Փարաքյարի այս համայնքապետի հետ կապված մի քիչ ավելի մանրամասն կարողանանք խորամուխ լինել, այդտեղ ամբողջ քրեական պատմություններ են եւ քրեական ենթամշակույթի երևույթներ են, որոնք ամեն ինչ հանգեցրել են սրան։ Մենք հիմա ինչ ուզում ենք այս քրեականներին հետ բերենք, մտցնենք քաղաքականություն։ Մի անգամ էս տեսել ենք 98 թվականի Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, այսպես կոչված նախագահի պաշտոնում, ապահովել են Ռուսաստանից Հայաստան բերված այդ քրեական հեղինակությունները, գողական աշխարհի ներկայացուցիչները, որոնց Ռոբերտ Քոչարյանը հետո վարչահատույց լինելու համար նշանակում էր թաղապետ ու համայնքապետ։ Այդ ձեզ թվում է Չորնի Գագոն ու Թոխմախի Մհերը այդ ո՞նց են դարձել թաղապետեր։ Հենց տենց վարչահատույց է եղել քաղաքական իշխանությունը այդ մարդկանց ու բերել, հետո դրանք դարձել են քրեաօլիգարխներ, այսինքն ամբողջությամբ դեգրադացրել եւ էրոզիայի են ենթարկել պետական համակարգը։ Սա մենք չենք կարող թույլ տալ։ Եթե մարդը ունի քրեական, այսպես հակումներ, այդ մարդու քաղաքական գործընթացների մասնակցությունը ընդհանրապես պիտի իբնե կարողանաս կանխել, թույլ չտալ, ասել, որ դու քրեական ենթամշակույթի օրինակ հետ հակումներ ունես եւ քո մասնակցությունը շատ խնդրահարույց է։ Պարոն Բաբաջան, հստակ կետերով ինչ պիտի անենք, որ թույլ ենք տվել, որ մասնակցի, ուրեմն անհրաժեշտ նաև պաշտպանության տակ պիտի առնենք այդ մարդու անվտանգությունը, որովհետև գիտեք ինչ տպավորություն կա, որ պետությունը մարդուն թույլ է տալիս իմանալով հանդերձ իր բոլոր հակումները, իր բոլոր քրեական կապերը եւ այլն, եւ անհրաժեշտ պաշտպանության տակ չառնելով, ըստ էության ժողովրդի կամքն է գնդակահարվում, ժողովրդի կամքն է սպանվում, որտեղ ընդամենը վերջերս է այդ տեղի ունեցել ընտրությունները եւ այդ սպանությամբ մեծ հիասթափություն է հիմա վստահ եմ Փարաքարում տեղի ունենում մարդկանց մտքերում, որ պետությունը անհրաժեշտ չափով չի կարողանում պաշտպանել իրենց քվեն։ Եվ սա լրջագույն հարված է հենց ժողովրդավարությանը։ Եվ ես չեմ բացառում, որ այս սպանությունները նաև ինչ որ իմաստով դրսից սկսեն Հայաստանում սանձազերծել, Հայաստանում արյուն հեղելու համար միջև ընտրություններ, մի բան, որը ամենակարևոր գործիքը եւ հանգամանքը կդառնա Ռուսաստանի համար արտաքին կառավարում Հայաստանում ուրեմն առաջացնելու համար դրա պահանջը, որովհետեւ անարյուն հեղափոխությունը 2018 թվականի ռուսները մեզ չեն ներել, որովհետեւ իրենք հասկանում են, որ այդ նախադեպը մեծագույն սպառնալիք է ամբողջ հետխորհրդային տարածքի համար։ Իրենց պետքա վերջնահաշվում, որ Հայաստանում արյուն հեղվի, որ իրենք կարողանան ասել, որ իհարկե, որ հեղափոխական գործընթացները եւ ժողովրդավարական գործընթացները հանգեցնում են արյունահեղության։ Այդպիսի փորձեր եղան տարիներ առաջ, մայիսին, հունիսին, այդ սրբազան պայքար, դրանց բոլորի նպատակը ի վերջո արյունահեղություն անելն էր, որտեվ այդ էր հանձնարարությունը։ Ռուսների նպատակն էր Հայաստանում արյունահեղությամբ ավարտել հեղափոխական ցիկլը, որ ժողովրդավարական բոլոր գործընթացները ավարտվում են արյունահեղությամբ։ Հայաստանը այդ իմաստով բացառիկ բացառություն է, որ թույլ չի տվել, որ այդ գործընթացները դրան հասնեն։ Բայց մենք կարծում եմ, որ նաև
Պիտի հասկանանք, թե ինչ բարձր խաղադրույքներ են դրված առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ եւ միջոցների մեջ խտրություն կարող է ռուսները ուղղակի չդնեն։ Եվ դրա համար իրենք լիքը գործակալներ ունեն եւ գործակիցներ ունեն Հայաստանի ներսում։ Պարոն Բաբաջանյան, իսկ պատահական է, որ հենց այսօր օրինակ Հայաստան Դաշինքը ազգային ժողով քննարկման է բերել ցեղասպանությանը վերաբերյալ օրինագիծ, որ պնդում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ուրանում են ցեղասպանությունը, պիտի քրեական պատժի ենթարկվեն, այնիշ դա սահմանված է արդեն մեր սահմանադրությամբ, օրենքով, քրեական օրենքով, միտումը որն է անընդհատ ցեղասպանությունը փորձել քաղաքականացնել եւ նաեւ քանի որ Մոլդովայի օրինակից խոսեցիք պարոն Բաբաջանյան, Մոլդովայի հանգուցալուծումը չի խոսում նրա մասին, որ Ռուսաստանը ամեն դեպքում մեծ կենտրոնացվածություն է եւ սևեռելու է իր ուշադրությունը Հայաստանում, որովհետեւ Հայաստանում 8 ամիս հետո կայանալու են խորհրդարանական ընտրություններ եւ այստեղ մենք ինչ անելիքներ ունենք, ինչ մտավախություններ կա նաեւ, որովհետեւ Մոլդովան կարծես թե այն լավագույն օրինակն է, բայց տարածաշրջանում կան նաև վատագույն օրինակներ, օրինակ Վրաստանը։ Հիմա Մոլդովա կդառնանք մենք թե Վրաստան, ինչից է կախված մեծապես, ինչ պիտի անի իշխանությունը։ Իշխանության վճռականությունից եւ կամքից։ Մոլդովայում ռուսները կարող էին հաջողել, եթե բավարար խիզախություն եւ բավարար կամք հանդես չբերեր Սանդուն։ Սանդուն ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում ժողովրդավարությունը։ Ոչնչի առաջ չկանգնելով, դատական այնպիսի որոշումներ կայացնելով, որոնք ուղղակի անհնար դարձրին հակաժողովրդավարական եւ պետության թշնամի համարվող քաղաքական շրջանակներին, օլիգարխներին, լրատվամիջոցներին, ուղղակի թույլ չտրվեց, որպեսզի նրանք դերակատարություն ունենան։ Այս սա պիտի լինի մեր գործող իշխանության հիմնական անելիքը։ Ոչ թե թույլ տալ, որ այդ քաղաքական զիբիլը մտնի խորհրդարան եւ այդպիսի անընդունելի օրակարգեր բերի, որովհետեւ ինձ բացատրեք Հայաստանում ինչ որ մեկը կա, որ կարող է ցեղասպանություն ուրանալ եւ այսինքն ինչ այդպիսի դրա անհրաժեշտությունը որտեղից է եկել։ Դա ուղղակի այդ ամբիոնը անընդհատ թշնամու կերպար ձևավորելու, անընդհատ իրենց քաղաքական հակառակորդներին օրակարգ չունենալու պատճառով քաղաքական հակառակորդներին անվանարկելու եւ թշնամի ու դավաճան ու թուրք անվանելու հավելյալ պատճառներ ստեղծելն է։ Ուրիշ որևէ առիթ չկա եւ դրանցից ազատվելու միակ հնարավորությունը ոչ թե կրկին ժողովրդի վրա այդ բեռը եւ ժողովրդի վրա այդ պատասխանատվությունը թողելն է, այլ իրապես քայլեր ձեռնարկելը, որտեղ ժողովուրդը ձեզ 2021 թվականին մանդատ է տվել, ասելա վերացրու սրանց։ Դու էլ խոստացել ես այդ մուրճով։ Հիմա այդ մուրճը ոչ թե պետքա հիշացնել վերջապես, այդ մուրճը պիտի դառնա գործ։ Այդ մուրճով պիտի բոլոր պատասխանատուները այս պետությունը այս վիճակի հասցնելու համար պիտի պատասխան տան եւ պիտի ես ամենևին նկատի չունեմ, որ պետքա մենք այս մարդկանց օրինակ անպայման ազատազրկենք, կախենք, չգիտեմ, կամ խաչենք։ Բայց կարծում եմ, որ այն ինչ որ մենք ներպետական մեր դատարանները ի վիճակի չեն եղել անելու։ Հիմա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս վճռով դատախազությունը անմիջապես պիտի զբաղվեր եւ պիտի նորից գործը վերաբացելու, նորից ուրեմն քննչական գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ պիտի հանձնարարություններ տրվեր, իսկ ազգային ժողովը պիտի քաղաքական գնահատական տար այդ իրողություններին, մարտի 1-ի մասնակից բոլոր քաղաքական ուժերին ըստ էության քաղաքական գնահատական պիտի տար, որով պիտի հանձնարարեր ուրեմն մեր ինստիտուտներին եւ կառույցներին ժողովրդավարության համար պատասխանատու կառույցներին ուղղակի դիտարկել հնարավորությունը այս քաղաքական շրջանակներին ուղղակի դուրս դնելու քաղաքական process-ն։ Այսինքն հստակ պիտի իշխանությունը փակի որոշ ուժերի եւ որոշ անհատների ձեռբակալի։ Նրանց հնարավորություն, այո, որտեվ այդ մարդիկ միլիարդներ են դրել հիմա շրջանառության մեջ ընտրություններում իրենց հաղթանակը ապահովելու համար, որոնք մեր ժողովրդից են թալանվել։ Հիմա մեր ժողովրդից թալանված միջոցները դրվել են, որպեսզի նրանք ժողովրդավարական ճանապարհով մասնակցեն ընտրություններին, որպեսզի ժողովրդավարությունը ջախջախեն։ Սա նորմալ է։ Սա նորմալ է։
Չի կարող այդպիսի բան լինել։ Ժողովրդավարության թշնամիներին պիտի ընդհանրապես դուրս դնել քաղաքական բոլոր գործընթացներից, որովհետև Հայաստանում, եթե մենք կորցնում ենք արդար, ազատ ընտրություններով իշխանություն ձևավորելու հնարավորությունը, Հայաստանի ինքնիշխանությունն է կորցնում։ Հայաստանի համար ինքնիշխանությունը, անկախությունը եւ ժողովրդավարությունը դրանք համահավասար եւ հավասարազոր իրողություններ են։ Չկա ժողովրդավարություն, չի լինելու Հայաստանի ինքնիշխանություն։ Ինքնիշխանության դեմ որևէ ոտնձգություն, Հայաստանի անկախության դեմ որևէ հայտարարություն պիտի ուղղակի շատ որոշակի գործողությունների եւ քայլերի հետևանք դառնա։ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը կոնկրետ հայտարարություն է անում եւ կներեք դրան հաջորդել է որևէ իրավական գործընթաց։ Դատախազությունը դա որպես մենք օրենք ունենք ընդունված։ Ինքնիշխանության դեմ որևէ հայտարարություն, որևէ գործողություն պիտի հետևանք ունենա։ Ուր են այդ հետևանքները։ Մենք սենց մատերի արանքով ենք նայում այս բոլորին։ Մենք նախորդին Գյումրիում էինք եւ ընդամենը ամիսներ առաջ է տեղի ունեցել ընտրությունները եւ այդ անհուսությունը եւ այդ ապագայի նկատմամբ ընդհանրապես հավատ չունենալու այդ տրամադրությունները Գյումրին շատ ավելի ներարժանի։ Եվ ես կարծում եմ, որ նաև իշխանության հետևողականության եւ կամքի բացակայության պատճառով էր, որ Վարդանիկ Ղուկասյանը ընդհանրապես նրան հնարավորություն տրվեց եւ իրավունք տրվեց մասնակցել այդ ընտրություններին։ Պարոն Բաբաջանյան, բայց ըստ էության Գյումրիում քաղաքացիական պայմանագիրն է հաղթել։ Պարզապես այն բոլոր ուժերը, որոնք աֆիլիացված էին իհարկե նախկինների հետ, բոլոր ուժերը միացան եւ այսպես նույնիսկ եթե այդ հավանականությունը կար, մենք համապատասխան օրենսդրական փոփոխություններ պիտի անեինք եւ պիտի թույլ չտայինք, որ օրինակ տեղում իրենք կարողանային կազմավորել այդ կոալիցիան եւ կարողանային իշխանություն վերցնեին։ Դրա համար են պետք մեխանիզմներ նախապես մտածել, որպեսզի հավանականությունը այդպիսի սցենարների մենք թույլ չտանք, որտեղ ըստ էության 8000 ձայն հավաքած տեխնացուն 18000 ձայն հավաքած քաղաքական մեծամասնությանը հաղթել նստելա քաղաքապետ։ Բայց չի լինում։ Ըստ էության դա ոտնձգություն է ժողովրդավարության նկատմամբ, ժողովրդի ձայնի նկատմամբ, ժողովրդի կամքի նկատմամբ։ Ինքը չի ներկայացնում քաղաքական մեծամասնություն մեծ հաշվով։ Ինքը ներկայացնում է գործող քաղաքական մեծամասնության նկատմամբ վրեժխնդրությամբ ինչ որ փոքր շրջանակների, փոքր խմբակների հավաքական ինչ որ տրամադրություն։ Իսկ այդպես գործ հնարավոր չի անել։ Իսկ Գյումրին մեզ համար չափազանց կարևոր քաղաք է։ Գյումրին Հայաստանի արևմտյան դարպասն է եւ բոլոր նրանք ովքեր հակառակն են փորձում մեզ համոզել որ դա ռուսական կայազորն է եւ ռուսական ոտնատեղն է այդպես չի լինելու բայց դրա համար կարծում եմ գործող իշխանությունների հայտարարությունները նաեւ եվրոինտեգրման ուղղությամբ պիտի որոշակի գործողություններ, որոշակի քայլեր պիտի մենք շոշափենք եւ տեսնենք եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հաջորդ քայլը լինելու է վերջո Թուրքիայի կողմից սահմանը բացելու որոշումը եւ մենք աշխարհին պիտի բացվենք հենց Գյումրիից եւ Գյումրին պիտի դառնա այն հանգույցը որտեղից մենք պիտի կապվենք Եվրոպական միությանը Տեսեք, պարոն Բաբաջանյան, այստեղ էլ հայտնի քաղաքական ուժի այն հայտարարությունները նույն 2021 թվականին, որ մինչև Թուրքիան չճանաչի ցեղասպանությունը, հայկական կողմը չպետք է բացի ճանապարհը Թուրքիայի հետ սահմանը, տպավորությունը թե հենց հայկական կողմն է փակել այդ սահմանը։ Հիմա էլ վերջին շրջանում հարցս հենց դրան էր միտված, ցեղասպանությունը սկսել են ակտիվ շահարկել, քաղաքական դաշտ բերել, սա միտում ունի հստակ, թե սա պարզապես այսպես ինչպես իրենք են ներկայացնում հայրենասիրական մղում է եւ իրենք ուզում են որ պարտադիր Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը եւ ամեն անգամ ամբիոնը օգտագործում են դրա մասին գոռալու համար։ Իհարկե ես կարծում եմ որ մեր հավաքական ցանկությունն է որպեսզի Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, բայց դա օրինակ պիտի խանգարի մեր պետությանը Թուրքիայի հետ հայոց ցեղասպանությունը չճանաչող, հայոց ցեղասպանության փաստի հետ չարերեսվող Թուրքիայի հետ խոսել, հարաբերություն ունենալ։ Որևէ մեկը Թուրքիայի հետ խոսելը չի պայմանավորում, որ մենք պետք է եղբայրություն ու բարեկամություն անենք Թուրքիայի հետ, բայց Թուրքիայի հետ պետք է խոսել, Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ ունենալ, տնտեսական, դիվանագիտական, որովհետև Թուրքիան պիտի դառնա մեր ճանապարհը դեպի աշխարհ
դեպի Մերձավոր Արևելք, դեպի արաբական աշխարհ, դեպի Եվրոպա եւ այդ սահմանը փակողը մենք չենք եղել եւ այն բոլոր ապոկալիպտիկ հերանեկարներն ու սցենարները, որոնք որ ներկայացնում են ձեր վկայաբերած ուժերը, թե Թուրքիայի հետ սահմանը Հայաստանի տնտեսությունը կվերացնի, Հայաստանը կվերացնի եւ այլն, Հայաստանի տնտեսության մեջ Թուրքիան ներկա է, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներ Թուրքիայից ապրանքներ են բերում Վրաստանի ճանապարհով եւ մենք մեր շուկայում ունենք թուրքական ներկայություն։ Եթե Թուրքիային պետք լիներ հայկական տնտեսությունը կլանել, որևէ բան չէր խանգարի, որ հենց հիմա Թուրքիան բացեր սահմանը եւ կլաներ մեր տնտեսությունը։ Թուրքիան այդպիսի նպատակ չունի, ավելին ես կարծում եմ, որ Հայաստանը պիտի կարողանա այնպիսի կարողություններ ստեղծի, որոնք դիմակայուն կդարձնեն նաև այդպիսի հնարավոր էքսպանսիայի դիմաց։ Եվ մենք կարողանանք օրինակ մեր ներքին արտադրողին պաշտպանել։ Դրա համար պիտի մաքսատուրքեր դրվեն, դրանք պիտի որոշումներ կայացվեն։ Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ օրակարգի չգոյությունն ու բացակայությունն է մերթընդմերթ այս ցավի վշտի հարցերը հրապարակ բերելը եւ մեր ժողովրդի հույզերի վրա քաղաքական այսպես միավորներ հավաքելու այս քաղաքականությունը կարծում եմ, որ որևէ հեռանկար չի ունենալու, որևէ հորիզոն չի ունենալու։ Ես Սփյուռքում եմ տևական ժամանակ ապրել Միացյալ Նահանգներում եւ հիշում եմ, որ օրինակ ցեղասպանությունը քաղաքական ուժերի, մասնավորապես դաշնակցության համար ճաշկերույթներ կազմակերպելու եւ դրամահավաք կազմակերպելու շատ լավ առիթ էր։ Եվ ցեղասպանության ճանաչումից հետո օրինակ Բայդենի կողմից դաշնակցությունը լրջագույն ճգնաժամի առաջ է կանգնել, որտեղ օրինակ ցեղասպանության առիթով դրամահավաքներ կազմակերպելու այլևս հնարավորություն չունի։ Ինչա պետք անել, Արցախն է հիմա էլ դարձել այդ առիթը, արցախցիների վերադարձն է դարձել այդ ճաշկերույթների առիթը եւ օրինակ գերիների վերադարձի հարցն է դարձել, այսինքն իրենք մշտապես այդ ճաշկերույթների առիթները կգտնեն եւ այդ դրամները հավաքելու հնարավորություն պատուհան պիտի փնտրեն ու ես կարծում եմ, որ Հայաստանի պետությունն էլ պիտի կարողանա ընդհանրապես զատվել այդ համայնքային տրամադրություններից, այդ քաղաքական ուժերի օրակարգերից, որոնք որևէ կերպ չեն օգնում մեր պետության ավելի ուժեղ եւ ավելի դիմակայուն լինել։ Շնորհակալ եմ, պարոն Բաբաջյան։ Ես եմ շատ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ, կհանդիպենք։